Նույն հանցագործությունների մասին եթե խոսենք, օրինակ 18 թվականի վերջում շուրջ 20,000 ենք ունեցել մենք հանցագործությունների թիվը։ Մարդիկ երբեմն ասում են, գիտեք, չեն գրանցում այն ժամանակ հանցագործությունները, ես ասում շատ լավ։ Վերցրեք նայեք 19 թվականը։ Հանցագործությունները եղել են 26,000։ Ինչքան է այսօր 40,000-ից ավել է։ Ինչքան է 9 ամսով հանցագործությունների աճը նախորդ տարվա նկատմամբ։ 9%-ով նորից աճում է 25 թվականը։ Բայց ինչի եք պարգևատրում իրավապահ համակարգին։ Գիտեք, դրա համար եմ ասում, հարկատուի համար, Սադիկ ջան, ես երբ որ հղում կատարեցի, ինչու համար են Փառատասարի շոումի, ինչու համար են մարդիկ հարկեր վճարում, նրանք հարկեր վճարում են ոչ միայն որ ասենք ոստիկանը լավ ավտոմեքենա քշի կամ ասենք կոկիկ հագնվի, այո, դա աշկ շոյող է, բայց դա ինձ պետք չի։ Ինչ շատ ավելի պետք է իմ անվտանգությունը, ներքինավորի մեքենան ասենք փողոցում չթալանեն, որ ես կարողանամ ենթադրենք քայլելիս ենթադրենք ինչ որ մեկը ինձ հետ կոպիտ խոսա, դա չվայրացվի դանակահարության, որովհետև մարդիկ զսպված լինեն, ոստիկանները աշխատեն, հասկանում եք, սրանք են կարևոր հանգամանքները, դրա համար հեռանկարում ես ձեզ ասեմ ինչ է, եթե այս տենդենսը շարունակվի, մեր մոտ կարող է նաև ընդհուպ գնա հարկային դիսցիպլինայի անկում։ Ինչու, որովհետև մարդիկ արդեն դժկամություն կունենան հարկեր վճարելու,